Նախկինացավով ապրող մարդկանց համար մի հետաքրքիր առակ պատմեմ։ Երկու հոգևորական գետի ափով քայլելիս տեսնում են մի աղջիկ նստած լաց է լինում։ Մոտենում են աղջկան եւ հարցնում, թե ինչու է լաց լինում։ Աղջիկը պատասխանում է, որ առավոտյան, երբ նա գետն անցավ մյուս ափ, գետը վարար չէր։ Հետո գետը վարարեց եւ ինքն այլևս չի կարողանում վերադառնալ տուն։ Հոգևորաններից մեկը աղջկան դնում է իր ուսերին եւ անցկացնում գետի մյուս ափ։ Եվ հոգևորականները շարունակում են իրենց ճանապարհը։ Մի քանի ժամ անց մյուս հոգևորականը դառնում է առաջի հոգևորականին եւ ասում. «Լսիր, բայց մենք երթում ենք տվել, որ չենք կպնելու կնոջ մարմնի եւ չենք զգալու այդ հաճույքը։ Երևի երբ դու կպար նրան հաճույք զգացիր»։ Եվ հոգևորականը պատասխանում է. «Լսիր, ես նրան իջեցրել եմ իմ ուսերից ուղիղ 3 ժամ առաջ, իսկ դու դեռ շարունակում ես նրան կրել»։ Ինչ է առակն իրենից ներկայացնում։ Մենք անցյալով այնքան ենք ապրում, որ մոռանում ենք ներկան եւ շատ անորոշ ենք պատկերացնում արդեն ապագան։ Եվ մեզ ամեն անգամ նախկիններով վախեցնելով որևէ մեկը չի ասում, թե ինչպիսին է ապագան։ Թուրքերի հետ խաղաղությամբ, Ադրբեջանով հացահատիկ վերելով, Արցախը հանձնելով, դրանցից ո՞ր մի կետն էր նախկինն ապահովել։ Արտաքին պարտքը մի քանի անգամ կրկնապատկելով, եւ արդյոք ազնիվ է հայրական տունը, որը ժառանգել ես քո պապերից, գրավ դնելով վերանորոգել, ասֆալտ անել եւ դպրոց կառուցել եւ դա լավություն մատուցել հանրությանը։ Մտածեք անպայման։ Հաջորդ առակը շատ չի ուշանա։ Լավ եղեք։